Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մի քանի օրից կալանավայր կտեղափոխվի։ Նա ճաղերի հետևում կմնա 5 տարի 6 ամիս։ Ջալալ Հարությունյանի նկատմամբ դատական գործընթաց էին սկսել պաշտպանության բանակի 8-րդ հրաձգային բրիգադի, այսպես կոչված Ցորի զորամասի D-20 հրետանային դիվիզիոնի զոհված զինծառայողների հարազատները։ Ըստ մեղադրանքի 44-օրյա պատերազմի ժամանակ գեներալ Հարությունյանի զինվորական անփութության հետևանքով զոհվել են 20 զինծառայողներ, 7 զինվոր վիրավորվել է։ Հրետանու պետի Նորայր Հայրապետյանի մասին տեղեկություն մինչև հիմա չկա։ Հարությունյանը թշնամու զորքը յուրային էր համարել։ 20 դիվիզիոնը եղել է բանակի հրամանատարության, ասենց ասած, ներքո, անմիջականորեն կապը հաստատվել է հենց խորացված հրամանատարական կետի հետ, հրետանու պետին զեկուցվել, որ սենց զորախումբ է գալիս, անձամբ Ջալալ Հարությունյանը, ի զարմանս բոլորի, նայելով քարտեզին, ասել է մերոնք է, յուրայիններն են։ Հրետանային դիվիզիոնին հրամայել են վերադառնալ դիրքեր ու շարունակել դիմադրությունը։ Սակայն 10 րոպե անց դիվիզիոնից նորից են կապ հաստատել հրամանատարական բունկերի հետ։ Ըստ դատական նյութերի Ջալալ Հարությունյանը կրկնել է մոտեցողները յուրայիններ են։ Դա զարմացրել է անգամ բանակի հետախուզության պետին։ Հետախուզության պետը ասում է, իմ համար շատ զարմանալի էր, քանի որ ես լինելով հետախուզության պետը չէի կարող որոշեի, մերոնք են թե մերոնք չեն։ Իմ համար շատ զարմանալի էր, որ Ջալալ Հարությունյանը ասեց մերոնք են։ Այդ ամբողջը նաև արձանագրված է համապատասխան այդ գրանցամատյանում։ Ցորի զորամասի զոհված զինծառայողների իրավահաջորդների շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի խոսքով Ջալալ Հարությունյանի դեմ ցուցմունքներ են տվել այդ օրը նրա հետ հրամանատարական բունկերում եղածները։ Ովքեր որ գտնվել են խորացված հրամանատարական կետում, նրանք բոլորը այդ մասին ցուցմունք են տվել։ Թշնամու բազմաքանակ զորախմբի դեմ 1 ժամից ավելի մարտ վարած հրետանավորները ընկել են մարտադաշտում անհավասար մարտում։ Մեղադրողը առավելագույն պատիժ 8 տարի ազատազրկում է պահանջել գեներալ Ջալալ Հարությունյանի համար։ Համաձայն չլինելով առաջին ատյանի դատարանի 5 տարի 6 ամիս ազատազրկման վերդիկտի հետ, տուժող կողմը բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան, սակայն մերժում է ստացել։ Ավելի բարձր ատյան չեն դիմել, որովհետև լրանում էր Ջալալ Հարությունյանի դեմ քրեական հետապնդման վաղեմության ժամկետը։ Մեր կողմից չբողոքարկվեց, որպեսզի մենք մեր գործողություններով չնպաստենք այդ վաղեմության ժամկետի լրացմանը։ Հոկտեմբերի 12-ին է լրանում վաղեմության ժամկետը, որից հետո Ջալալ Հարությունյանի դեմ քրեական հետապնդումը կասացվելու էր։ Ըստ զոհված զինծառայողների հարազատների, գեներալ Հարությունյանը փորձում էր ձգձգել գործը, մինչև կլրանա վաղեմության ժամկետը ու ինքը կխուսափի պատժից։ Դա ուղղակի աբսուրդի դաշտից է։ Ջալալ Հարությունյանի փաստաբան Աշոտ Ապրեսյանը, որ Հարությունյանի պաշտպանությունը ստանձնել է վերաքննիչ դատարան առաջին ատյանի վերդիկտի բողոքարկման փուլում, վստահեցնում է, ձգձգման փորձ չի արվել։ Իրեն ընդամենը 1 շաբաթ ժամանակ է տրվել մի քանի տասնյակ հատոր եւ դատական քննության 13 ձայնագրություններին ծանոթանալու համար։ Ինչ ձգձգելու մասին է խոսքը, որ դատարանը բառացիորեն 2 շաբաթվա մեջ այդ գործը ամբողջությամբ ավարտել են։ Վերաքննիչ դատարանը։ Ապրեսյանն համոզված է, Ջալալ Հարությունյանի պատճառով չեն զոհվել Ցորի զորամասի տղաները։ Իմ ներքին համոզմունքը, որ կար բոլոր հնարավոր եւ ռեալ պայմանները, որպեսզի այդ ազնագազմը ամբողջությամբ փրկվեր, բայց ում մեղքով չի փրկվել, եւ նաեւ համոզված եմ, որ դա Ջալալ Հարությունյանի մեղքով չի եղել։ Թե ում մեղքով է եղել, դա կան համապատասխան իրավասու մարմիններ, որոնք պետք է քննություն տանեին եւ բարձեին, թե ում մեղքով են այդ երեխաները զոհվել, այն դեպքում, որ դիրքում եղել են բազմաթիվ հրանոթներ, հակառակորդը ընդհանրապես ավտոմատներով եկել ու մեր երեխաներին սպանելով։ Ըստ փաստաբանի, Ջալալ Հարությունյանը չի պնդել, թե դիվիզիոնին մոտեցողները թշնամի չեն։ Ջալալ Հարությունյանը այդ պահին պատասխանել է, որ հնարավոր է մերոնք լինեն։ Պնդում է գեներալի փաստաբանը, գործի օբյեկտիվ քննության դեպքում մեղավորներին կգտնեին ոչ թե հրամանատարական բունկերում, այլ դիվիզիոնում։ Ինչու են հրետանային դիվիզիոնից զանգել պաշտպանական բանակի հրամանատարական շտաբ, եթե ջրականի զորամասից իրենց տեղեկացրել են, որ մոտեցողը թշնամին է։ Ջրականի հրամկազմը նկատել է, որ մոտեցող խմբավորումը տարբերակվող նշաններ ունի, չադրաներով են եղել, ձեռքներին կարմիր կտոր։
Սակայն տարբերակվող նշանների մասին D20 դիվիզիոնի հրետանու հրամանատարը չի իմացել, երբ զանգել է Ջալալ Հարությունյանին։ Ջաբրայելի զորամասի հրետանու ազնագազմը, որը որ մի որոշ հեռավորության վրա նորից մարտական առաջադրանք էր կատարում, այդ հրամանատարը զանգել է Ջուվարլուի հրամանատարին, ասել է պետք չի ոչ մի բան ճշտել, թուրքերեն հաստատ եկան մեր ուղղությամբ, մենք իրանց վրա կրակեցինք, իրանք հետ դարձան, նորիկ մի զանգի ոչ մի տեղ, գալիս են քո ուղղությամբ, միջոցներ ձեռնարկի, ասել է հասկացա, բայց այդքանից հետո երբ որ քեզ կողքի դիրքից ասում են, որ դրանք թուրքեր են, գալիս էին մեր ուղղությամբ, միջոցներ ձեռնարկի, եւ պատասխանում է հրետանու պետը, որ եղավ, ու դրանից հետո ոչ մի միջոց չի ձեռնարկում։ Ջալալ Հարությունյանի մեղքի վրա է այս երեխաների մահը։ Աշոտ Ապրեսյանի նշած նորիկը հավանաբար Նորայր Հայրապետյանն է, որը անհետ կորած է։ Փաստաբանը չի պնդում, միայն վստահեցնում է, որ Ցորի զորամասի զինծառայողների մահվան գործով անցնող D20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ հրամանատարի տեղակալ Գևորգ Գևորգյանը իր նկարագրած դրվագի հետ կապ չունի։ Եթե Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքը անփութության հոդվածով էր, ապա Գևորգյանին մեղադրում են շրջափակման մեջ հայտնված զինվորների ինքնապաշտպանությունը, նրանց տարհանումը միտումնավոր չկազմակերպելու համար։ Այդ ընթացքում էլ շտաբի պետը նստելով իր ավտոմեքենան, իրեն կցված ավտոմեքենան, մի երկու զինվոր էլ իրենց գցել են այդ մեքենայի մեջ, մի քանիսն էլ չի հաջողվել նստել մեքենան, թողը փախել են, երեխաները ըստ էության մնացել են մենակ։ Գևորգ Գևորգյանի գործով դատաքննությունը գրեթե եզրափակիչ փուլ էր մտել, երբ այս տարի ապրիլին ձերբակալվեց գործով դատավոր Արտուշ Գաբրելյանը։ 6 ամիս անց վերսկսել է դատաքննությունը մեկ այլ դատավորի մասնակցությամբ ու կողմերը ստիպված են նորից ապացույցներ ներկայացնել։ Թերեզա Կադաևչյան, Անի Ղանդիլյան, Հայլուշ։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։